Այր մեր որեգենես ես Սուրբ Երեցյանուն քո եկեսի արքայություն քո եղեցին գամ քո որպես երգենս եւ երգրի սած մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես մեկ տոնք մեր բարդաբանած եւ մի դաներս մեզի փորձություն արբուրգյազ մեզ ճարե զիկո արքայություն եւ զորություն եւ բարքավիդյանս ամեն ողջույն քեզ Մարիամ լիշնորոք տերն քեզ օրտնյալ ես դու գանայս եւ օրտնյալ է բդու որովայնիկո Հիսուս Սրբի Մարիամ մայր ասծո բարեխոսիավաս մեր մաղրացս այժմ եւ իժամում ահման մերո ամեն Բարքոր եւ որդվո եւ օգնին սրբո այժմ շիվավիդյան սարդինից ամեն Տակուի իմաստության աղոթիավասը մեր նոր եւ որդվո եւ օգնին սրբո ամեն Ինչպես միշտ կսիրեմ սկսել հարցումով այսինքն հարցում ունեք Շատ բարի Ներեք ուրեմն անկանակ հավատո Երբ Հիսուս աշխարհ եկավ նա մեզ հատուկ բացատրություն տվեց Աստծո մասին նա է որ մեզ սովորեցրեց որ Աստվածը սուրբ երրորդություն է Հայր Որդի եւ Սուրբ Հոգի Որքան որ Մատթեոսի ավետարանի վերջավորության Հիսուս ասում է գնացեք աշակերտեցեք սովորեցրեք ինչ որ ցես սովորեցրի եւ մգրտեցեք անունավոր եւ որդվո եւ օգնին սրբո Սա շատ բարձ է եւ պիտի ասենք որ մշուշտ մարդիկ պետք է հասկանալ շատ հեշտությամբ հասկանային այս ամենը բայց եւ այնպես մեծ խնդիր կա որովհետեւ մինչեւ այսօր շատ մեծ թվով քրիստոնյաներ չեն հասկանալ երկրորդ Սուրբ Երրորդյան երկրորդ անձի էությունը երբ որ խոսին Սուրբ Երրորդության մասին այո Սուրբ Երրորդյան երկրորդ անձն է բայց Հիսուս Քրիստոս ինչ է ով է Աստված է մարդ է այդ երկուքը ինչպես միասին են սա մինչև այսօր իրավես չափազանց մեծ խնդիր է որ կանել այսինքն 451 թվականին է որ վերջնական լուծումը դրվեց այս գեդին որ Հիսուսի մեջ գա երկու բնություն մեկ մարմին մեկ անձ եւ այդ հարաբերությունը երկուքի մեջ 451 թվականին է որ վերջնականորեն բացատրվեց բայց անգե առաջ է որ նաեւ շատ մեծ խնդիրներից հետո եկեղեցին ընդունեց որ Մարիամը Աստվածամայր է հայերենով մենք Աստվածամայր գսենք իսկ հունարենով Թեոտոկոս սա մեծ խնդիր էր
Մինչև այսօր շատ մարդիկ երբ մտածում են Թեոտոկոսի մասին, իրենք կարծում են, որ սա մի գեղեցիկ տիտղոս է Մարիամին։ Գուզենք Մարիամ մեծարել եւ անոր համար գսենք Աստծամայր։ Բայց իրականությունը այդպես չէ։ Իրականությունը այն է, որ եթե չընդունենք, որ Մարիամը Աստծամայր է, մեր ամբողջ աստվածապանությունը Հիսուսի մասին, ոչ Մարիամի մասին, Հիսուսի մասին ամբողջովին սխալ կլինի։ Եթե չընդունենք, որ Մարիամը Աստծամայր է։ Եվ ինչ կշնորհի Մարիամը Աստծամայր է, որ առաջին վարքյանեն, հղիության առաջին վարքյանեն Հիսուս ուներ երկու բնություն, բայց մեկ անձ։ Եվ այդ անձի մաման Մարիամն է։ Այսօր մասին քանի քիրքեր կրված են, որքան բացատրություններ դրված է, եւ մինչև այսօր այդ հին երկրորդ երրորդ դարու բացատրությունները նորեն եւ նորեն կբացատրվի եւ շատ անգամ փոխական բադվելիներ, փոխական աստվածապաններ երբ կուսումնասիրեն այդ հին կրությունները եւ կընտրեն այդ հին կրությունների աստվածապանությունը դասկացին ընդունել կաթողիկի հավատքը եւ կաթողիկի եկեղեցին։ Բայց ասյալ ասեմ, որ ոմանք որովհետև տեսնում են, որ այդ կրդի շուրջ առաքելական, առաքելականը չէ, բան ուղղապար եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին նույն ձևով մեկնաբանում են այդ ամենը, ուրեմն տարբեր պատճառներով նախընտրում են բան ուղղապար եկեղեցին լինել ուղղապար եկեղեցու անդամ։ Progress. Իսկ եկեղեցին նաև երկրորդ երրորդ դարուն չորրորդ դարու սկիզբը նույնիսկ նաև խնդիր ունեցան թե արդյոք Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության մաս կազմե եւ Սուրբ Հոգին հավասար է հոր եւ որդուն։ Ուրեմն եթե հավասար չէ, նորեն խախտվում է ամբողջ Սուրբ Երրորդությունը։ Չի գտնար հավասար չլիներ։ Ուրեմն պիտի ընդունենք, որ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին ամեն մեկը անձ է, նույն բնությունն է եւ երեքը մեկ են եւ այդ մեկ լինելը անշուշտ մաթեմատիկական խնդիր չէ, առեղծված չէ, այլ խորհուրդ է։ Առեղծվածը մի բան է, որ պիտի փնտրես գտնես կամ անգարելի է գտնելը, բայց խորհուրդը ամբողջովին տարբեր այդ իմաստով, որ կհասկանաս, բայց ամբողջ խորքը չես կրնար հասկանալ, ինչ որ անես, նույնիսկ հավիտենականության մեջը չեն կարող ամբողջ խորքը հասկանալ, որովհետև որբեսի մենք կարողանանք հասկանալ, պետք է մենք եւս Աստված լինենք։ Որքան էլ Աստված մեզ բարձրացնում է եւ մեզ անում է Աստծո զավակներ, բայց անշուշտ այդ
հերավորությունը որ կա մարդուս եւ Աստծո միջև անձայրadzիր հերավորություն է բայց Աստված ամեն ինչ անում է մեզ դալու լավակույնը ինչ որ հնարավոր է որ Աստված տա մեգուն դալիս է մեզանից յուրաքանչյուրին եւ դվել է մեր մգրության միջոցով եւ այդ հավիտենական կյանքը որ մենք ստացանք մեր մգրության միջոցով այդ կյանքը որ հիմա գրնանք միցեվով ասել որ փխրուն է որովհետեւ մենք կարող ենք այդ կյանքը գործընծնել մեղքի պատճառով մահացու մեղքի պատճառով բայց մեկ անգամ որ մենք այս աշխարհը կթողնենք մենք կթողնենք ժամանակը եւ գտնենք հավիտենականության մեջը այլևս ովևէ ծևով ովևէ վտանգ չկա ովևէ հնարավորություն չկա որ մենք կորսնցնենք մեր հավիտենականության կյանքին մեջը կորսնցնենք մեր այդ միությունը Աստծո հետ ուրեմն Հիսուս ինքն է երբ մարտացավ ինքն է որ մեզ սովորեցրեց ամեն ինչ սուրբիորության մասին բայց եկեղեցին տարեր շարունակ պետք է մտածեր եւ մինչեւ այսօր ավելի եւ ավելի բացատրություն է փնտրում եւ աշխատում է այդ բացատրությունը դալ մարդկանց որբեսի ամեն թար եւ որ փոխվում է մտածելակերպը մեր բոլորի մտածելակերպը մենք կարողանանք նորեն եւ նորեն հաստատել մենք մեզ համար եւ մեր շրջանակի համար Սուրբ Յորոդության անձերը եւ Սուրբ Յորոդության երեք անձերի փոխհարաբերությունը եւ մեր հարաբերությունը այդ Սուրբ Յորոդության հետ որևէ հարցում Հայր Անտոն, բարի երեկո։ բարի երեկո Հայր Անտոն, երբ խոսում ենք ադամական մեղքից, այսինքն բոլոր կանայք ծնվում են հենց ադամական մեղքով, իսկ Մայրամը որպես ով ծնվում է մարդիկ մի անգիները չէ հա իսկ Մայրամը որպես Աստվածամայր իծն է ազատված է ադամական մեղքից այո թե չէ այսինքն կարելի է ենթադրել որ իծն է որոշված էր հա իր Աստվածամայր տեսեք իրականության մեջ սա մեր մարդկային ուղեղին համար մեծ խնդիր կրնա լինել բայց երբ որ կհասկանաս հավիտենականությունը այլևս խնդիր չի գա որովհետև Աստված որ ամեն ինչ գիտե սկիզբեն գիտե թե ինչ պիտի լինի եւ ինչպես պիտի լինի ուրեմն ինքը ընդրեց Մարիամին եւ որ կանել որ Մարիամը ազատություն ուներ ընդունելու կամ չընդունելու այդ ինչ որ Սուրբ Յորոդությունը տալիս էր Մարիամին բայց անշուշտ գիտեր որ ինչպես պիտի լինի եւ ինչ պիտի լինի եւ ուրեմն իրեն դվեց ոչ թե ծննդյան ժամանակը այլ բառը չափազանց կարևոր է անարատ հղացյալ այսինքն հղիության առաջին երկվարկյանը այդ ժամանակվն է ինքը մեղք չունի եւ սկզբնական մեղքը ովևէ աստեցություն չունի իր վրա եւ սա ոչ թե որովհետեւ Մարիամը չափազանց լավն է ոչ այլ որովհետեւ ինքը
նաև կարիք ունի մեզ նման, մեզ բոլորիս նման կարիք ունի փրկության եւ մենք փրկվում ենք մեղք գործելուց հետո իսկ Մարիամը փրկվում է մեղք գործելուց առաջ բայց նորեն փրկության կարիք ունի սա նաև մի հարց է որ երկար ժամանակ եկեղեցին սրա մասին աշխատեց հասկանալ եւ հասկացնել ասկի առաջ ասել եմ որ Թոմաս Ակվինացին որ կարող ենք ասել ամբողջ եկեղեցու ամենամեծ աստվածաբանն է ինքը ասում էր որ քանի որ եկեղեցին հնարավորություն տալիս է որ մեկը ընդունի կամ չընդունի ինքը չեր ընդունում որ աստվածամայրը անհրաժեշտ հղացյալ է ընդունում էր որ Մարիամը ոևէ մեղք չէ գործած բայց անհրաժեշտ հղանալը չեր ընդունում սա կարևոր է որ մենք ըմբռնենք եւ հասկանանք եւ նույն ժամանակ որ Թոմաս Ակվինացին գար եւ ուրիշ մի աստվածաբան Դոնոս Սկոտուսը ինքը ասում է որ չէ հնարավոր է եւ այդպես է եւ եկեցին երկու քննարկողից որ իրենց ուզածները սորվեցնեն միայն եւ միմիան 1854 թվականին է չփասանց նոր է 1854 թվականին է որ եկեցին որոշում կայացրեց Պիոս 9-րդ Ռոմի բաբը աննա վերջնական որոշումը տվեց ասելով որ ամեն կաթողիկե պետք է ընդունի այս ճշմարտությունը այս աստվածաբանական մեկնաբանությունը միայն 1854 եւ ինչպես ձեզ մեջ շատերը գիտեք 1858 թվականին 4 տարի հետո աստվածամայրը երբ որ երևաց Ֆրանսիայի լուրդ քաղաքի մեջը Բերնադետ Սուբիրուին եւ երբ որ Բերնադետ Սուբիրուն իրեն հարցուց դու ով ես աստվածամայրը ասեց ես անհրաժեշտ հղացյալն եմ երբ որ ինքը այսպես ասեց աղջնակը Բերնադետը բամը չհասկացավ միայն թե երբ որ գնաց Վարդապետին ասեց որ Ատկինը ինձ ասեց որ ինքը անհրաժեշտ հղացյալն է եւ անշուշտ եկեղեցին հետո ընդունեց որ իրապես աստվածամայրն է որ երևացավ լուրդ քաղաքի մեջը Բերնադետ Սուբիրուին ուրեմն աստվածամայրը նաև ազատություն իսկ տեսեք նաև Ադամ եւ Եվան ազատություն ունեին խաբվել կամ չխաբվել բայց նաև ցեզի մի բան ավելի ասեմ ոչ միայն Մարիամը ազատություն ուներ այլ նաև Հիսուս ազատություն ուներ որովհետև երբ որ մենք ազատություն կմտածենք մեր կապար ազատության մասին սխալ է որովհետև ճշմարիտ ազատությունը այդ ազատությունը չէ որ մենք ունենք ընտրելու բարու եւ վադի միջև ազատությունը ընտրելն է բարի եւ ավելի լավը որովհետև չարը ընտրելը ազատություն չէ չարը ընտրելը իմպոստություն է աստծո դեմ
Եվ ամեն անգամ, որ մեզանից յուրաքանչյուրը ամենաբզիկ մեղքը գործում է, մենք ըմպոստանում ենք Աստծո թեմ։ Ուրեմն, ճշմարիտ ազատությունը Աստծամայրը ուներ, այո ասելու, ոչ ասելու, ընդունելու Աստծամայրը լինել կամ ոչ, Ինչ սիրուն բան ասեցիք, վարդապետ։ ինչպես Այսինքն շատ սիրուն բան ասեցիք, այսինքն մեր ազատությունը բարիի եւ առավել բարիի միջև պետք է լինի։ Այսինքն չարը մեզ սա ազատություն չէ, շատ սիրուն եւ խորը միտք էր։ բայց սա ինչ որ եկեցին սովեցնում է։ Տեսեք, ասեմ ձեզի, որ ինչ որ ես սովեցնում եմ, ես 52 տարի քահանա, օքեյ, անգե առաջալ դարիներ ուսումնասիրած եմ այս ամենը։ Եվ ահագին մտածել եմ, ահագին աղոթել եմ այս ամենի մասին, որովհետեւ ես հիմա ցեզի ասեմ այդ ամենը ինչ որ ասում եմ։ Մեր կրոնը չափազանց գեղեցիկ մի բան է։ Չափազանց գեղեցիկ է։ Բայց մենք բոլորս ալ գոդրված ենք։ Մենք բոլորս ալ մեղավորներ ենք։ Եվ ինչպես Մարտերեզան, Կալկատայի Մարտերեզան գսե, այո, մեղավորներ ենք, բայց պետք է լինենք ներված, ներում ստացած մեղավորներ։ Սա է մեր վիճակը։ Ասոր մասին, որքան կարելի է խոսալ եւ հիմա այսօրին ես աշխատում եմ բացատրություն տալ ընտանիքի մասին եւ որ մենք ամեն ինչ ստանում ենք մեր նախնիներից եւ սրա համար է որ նաեւ Շեքսպիրը որ ասենք ասվածապան չէ բայց մի դող ունի իր քրություններին մեջը որ չափազանց գեղեցիկ եւ չափազանց կարեւոր է ասում է որ մեր թեմը ավելի շատ մեղանչել են քան ինչ որ մենք մեղանչում ենք ինչ նշանակի է այսինքն եթե ես մեղ գործում եմ ես մեղ գործում եմ մեկ կողմեն որովհետև դկար եմ բայց նաև որովհետև այդ վատ օրինակները որն միջով ես անցել եմ եւ այդ վատ օրինակները ծնողներիս ուսուցիչներիս եւ բոլոր մարդկանց որ շրջանագս են, բայց ամենը ավելի եւ ամենը առաջ ծնողներիս մեղքերը եւ ծնողներս չի այբանեմ ասելով որ դուք չէ դա այդպես չէ այլ իրենք եւս իրենք իրենց ծնողներից է որ ստացել են այդ ամենը վատ օրինակները այսով եթե երթալանք կերտանք միջև Ատամի վիվան բայց նաև այս ամենը ասելուց հետո կհիշենք Սուրբ Պողոսի խոսքերը որ ասում է ուր որ մեղքը շատացավ Աստծո շնորհը ավելի շատացավ եւ հետո ասկարոմյացիների նամակին մեջն է որ խոսում է այստեղով եւ ասում է որ ուրեմն մեղանչենք որպեսի շնորհը շատանա կավլիցի բայց որովհետև գտնվում ենք այդ վատ վիճակի մեջը պիտի աշխատենք Աստծո օգնությունը խնդրել որպեսի մենք ավելի քիչ մեղանչենք եւ մենք ավելի քիչ մեղանչելով ավելի լավ օրինակ լինենք քալիք սերունդներին սա է եւ
Եվ որ նայում ենք, եթե մեկը ուսումնասիրելու լինի 20-րդ դարը, պիտի տեսնե, որ ոչ մեկ քիրք եւ ոչ մեկ դեղ պիտի չի տեսնեք, որ հիմա ասելիքս այս ծավով ասվում է, բայց շատեր կան, որ հասկացող են եւ ընդունում են այդ ինչ որ ցես պիտի ասեմ։ Եվ անոր մասին միշտ քրություններ կան։ Ինչ ասելիքս 20-րդ դարում այդ անձը, որ ամենը ավելի մեծ աստեցություն ունեցավ բոլոր թարու վրա, որպես քրիստոնյա, եղավ Սրբի Տերեզան, որ 19-րդ դարում վերջավորության է, որ մահացավ։ Եվ երբ որ իր քրությունները տարածվեցին, այդ ժամանակ է, որ աշխարհիս վրա մեծ փոփոխություն տեղի ունեցավ։ Եվ մարդիկ երբ որ տեսան Սրբի Տերեզայի այդ վերաբերմունքը, այդ վստահությունը Աստծո հանդեպ, այդ սա մի վստահություն էր, որ մարդկայնորեն չեն կարող բացատրել։ Եվ անոնք որ ուսումնասիրում են, ասում են, որ պատճառը այն է, որ իր մաման եւ բաբան սրբագյաց անցիկ էին եւ այդ երկուսը իրապես չափազանց մեծ վստահություն ունեին Աստծո հանդեպ։ Եվ չմոռանանք, որ իր մաման գուզեր մայրաբեդը լա, իր բաբան գուզեր վարտաբեդը լա, բայց Աստված տարբեր ծառակիր ուներ եւ 5 աղջիկ զավակներ ունեցան, որ երկարաբրեցին, մյուսները մանկության մեռան, 4 հատ եւս մանկության մեռան, ուրեմն այդ 5 հատն էլ մայրաբեդ եղան։ Եվ Սրբի Տերեզան սրբատասվեց եւ իր քույրը եւս սրբատասության ճանապարհին է։ Ուրեմն սա մամային, բաբային բարի եւ լավ օրինակն է, օրինակ մի քիչ ավելի քան թե օրինակ, որովհետեւ սա իրենց վստահությունն էր Աստծո հանդեպ, որ իրենք այսով եղան։ Եվ մի դեղ որ գարտում էի, ասում եմ, որ ուրեմն մաման բաբան ինչու եւ ինչպես այքան վստահություն ունեին, որովհետեւ իրենց մաման եւ բաբան, ասիկան դադիկ բաբիկները, իրենք եւս սրբագյաց անձնավորություններ էին։ Այո, սուրբի դասվեցին, բայց սրբագյաց անձիկ էին, ովքեր իրապես չափազանց մեծ վստահություն ունեին Աստծո նկատմամբ Աստծո հանդեպ։ Ուրեմն Սրբի Տերեզային այդ կատարյալ վստահությունը իրապես աշխարհի վրա մեծ չափազանց մեծ թվով շնորհներ առաջացրեց եւ մարդկանց մտածելակերպը գիտակցաբար կամ ագիտակցաբար շատ մարդիկ կան, որ միլիոնավոր մարդիկ կան, որ երբեք չեն լսած այս սուրբու մասին, բայց իրենց կյանքը աստված է այդ քահանաներից, այդ մայրաբետներից, այդ քրողներից, բացատրություններից եւ իրենց ապրած կյանքից, որտեղ անոնք որ հանդիպեցին քրկերի միջոցով, ֆիլմերի միջոցով, տարբեր ձևերով հանդիպեցին Սրբի Տերեզային, իրենց կյանքը փոխվեց եւ իրենց կյանքի փոփոխությունը անշուշտ ունեցավ այդ շարունակական աստեցությունը ուրիշների վրա։ Եվ սա, եթե նայելու ենք տարբեր ձևով, տարբեր սուրբ մարնենք, եւ որ գարնենք Padre Pio-ի պես մեկը եւ իրեն կյանքը։ Padre Pio-ն հիանալի անձնավորություն էր եւ շատ մոտիկ է մեզի, 1968-ին է որ մահացավ։ Իր 100 տարի առաջ որիշ սուրբ արուն էինք Ֆրանսիայի մեջ նորեն քյուրե դարս որ գսեն Հովանես Վիաննի
Բարձ վարտաբեդ իր ուսումը շատ մեծ բան չէր, շատ բան չէին սպասեր իր մե, և ինքն էլ շատ բան չէր ուզեր, ինքը ուզեր առանցին ապրել, բայց եպիսկոպոսն է, որ իրեն ստիպեց, որ մի ժողովրդապետություն մեջ ապրի, և այդ ժողովրդապետությունը չափազանց բարձ, բզդիկ բան մներ, չի ճանաչված, բայց շնորհիվ իրեն և իր կյանքին հարյուրավոր հազար մարդիկ այդ գյուղը եկան իր կողմ խոստովանելու և իր աստեցությունը, նաև իր բարձ քարոզները քանի հազար մարդկանց կյանքը փոխեց, և անշուշտ այդ ամեն մեկը որ փոխվում է, ինքը նաև փոխում է ուրիշներին։ Ուրեմն ամենակարևոր կետը այն է, որ մենք հասկանանք, որ մենք կոտրված ենք և մենք գուզենք ապրել Աստծո շնորհքի մեջ մեր գրծածի չափ, որպեսզի մենք ավելի լավ աստեցություն ունենանք մեր շրջանակին մեջը և գալիք սերունդներին։ Սիրարպետ ունի հարցում դրեցիր, ես քեզ ինչ պատասխան տվի։ Ես ստացա իմ պատասխանը, Հայր Անտոն։ Ինչպես։ Պատասխանը իմ հարցի ստացա։ Մի Ստացա։ բան էլ ավել։ Սածսան է, այո։ Ուրեմն, հավատականագին մեջը մենք ասում ենք, որ հավատում ենք հայրն ամենակալ, արարիչն երկնքի և երկրի, երևելյաց և աներևույթից։ Հայր Աստվածը Սուրբ Յարուցության առաջին անձն է, բայց առաջին, երբ որ խոսենք առաջին, երկրորդ, երրորդ, մեր մարդկային ուղեղով ժամանակի մասին է։ Մանավանդ երբ որ գսենք հայր և որդի, բայց հավերժականության մեջ ժամանակը չկա։ Չեն գնացել ասկա առաջի վերջը ասկա երկրորդը, բայց երբ որ մենք խոսում ենք, մարդկային ձևով որ խոսում ենք, ասում ենք հայր, ինքն է որ ստեղծեց և որդին ծնվեց հորից, երբ որ գսենք ծնվեց, կնշանակե շինված է, բայց ոչ։ Ուրեմն Հայր Աստվածն է, որ ինքն է որ ստեղծում է երկինքը և երկիրը և ամեն ինչ որ գոյություն ունի։ Եվ Հովհաննես Ավետարանիչը, ինչպես նաև Սուրբ Պողոս մեզ սորվեցնում են, որ չկա մի բան, որ գոյություն ունի, որ ստեղծված չլինի Հոր Աստծո կողմից, բայց ինչ որ ավելանում է անոր, այն է, որ ստեղծվեց Սուրբ Յարուցության երկրորդ անձի միջոցով, և երկրորդ անձը, ասկի առաջ մի քանի անգամ կրկնել եմ, Աստծո այդ երկրորդ անձը մեզ ներկայացվում է Աստվածաշնչի մեջը եբրայեցերեն լեզվով որպես տաբար, հունարեն լեզվով որպես լոգոս և մեր հայերեն թարգմանությունը բան, որ նույնն է, ինչ որ լոգոսն է հույներին համար, որ կնշանակե գիտություն և անգլերեն բարերի, անգլերեն ֆրանսերեն բարերի մեջը շատ օգտագործվում է լոգոս վերջավորությունը, ինչպես հայերենի մեջը բան վերջավորությունը, Աստվածա
աստվածապանություն այսևով ուրեմն գիտություն որ է աստծո գիտությունն է եբրայերեն դաբար բայց ֆրանսերեն եւ լատիներեն թարգմանության մեջ վերբում որ նշանակի ավելի փայ ինչու այդ ձևով է չեմ գիտեր բայց նույն խաղապարն է նույն իմաստն է որ դրվում է որ աստծո բոլոր գիտելիքը միայն մեկ բան է մեկ բառ մեկ գիտություն եւ այդ գիտությունը երկրորդ անձն է ինչ որ ստեղծեց երկրորդ անձի միջոցով այո հայրն է որ ստեղծում է որդու միջոցով բայց երեքը միասին մեկ գործողություն է որ առաջ է գալիս ամեն մեկում գործը մարդկային ձևով պիտի ասենք որ տարբեր է որովհետև սուրբ հոգու գործը ինչ է սուրբ հոգու գործը այդ ամենը հավասարգժություն է կամ այսինքն քավոսեն դուրս հանելն է որպեսզի ամեն ինչը հիանալի ձևով լինի եւ երբ որ կարդում ենք աստվածաշունչի առաջին էջը տեսնում ենք որ աստծո հոգին սավառնում է եւ ինչ կան դա քավոս եւ այդ քավոսից սուրբ հոգին մի քեղեցիկ բան է որ մեջտեղում է սա է սուրբ հոգու մասնակցությունը այդ ամենի ստեղծման սուրբ հոգին միևնույն ժամանակ ինքը եւ հաղորդակցությունն է եւ հաղորդությունն է որ կա ոչ միայն սուպերության մեջ անշուշտ սուպերության մեջը հաղորդություն եւ հաղորդակցություն հատուկ կերպով է բայց նաեւ ամբողջ աշխարհի հաղորդությունը եւ հաղորդակցությունը ապահովողը սուրբ հոգին է ուրեմն երբ որ խոսենք այս ձևով մենք պետք է շատ խորը մտածենք սուրբ հոգին ինչ է սուրբ հոգին մենք անկանալ կարևորություն չենք տար սուրբ հոգուն մեր ռեալ կյանքի մեջ բայց երբ որ ավետարանը գտանք Հիսուս ասում է խնդրեցեք սուրբ հոգին ավելորդ է որ մենք ուրիշ բան մխնդրենք ասում եմ խնդրեցեք սուրբ հոգին որտեղ երբ որ սուրբ հոգին գկա երբ որ մենք ունենք սուրբ հոգին ամեն ինչ իր տեղը կընկնի եւ այլևս մենք ոչ թե աշխատենք աստծո կամքը փոխելու աստծո ծրագիրը փոխելու այլ մենք կընդունենք այդ աստծո ծրագիրը ինչ որ գուզե թողալա որ կանալ մարդկայինորեն վադը լինի մենք կընդունենք որ աստված գիտի ինչ անում եւ սուրբ հոգին գիտի ինչ անում եւ երբ որ մտածեմ սրա մասին եւ իմ հատկս այս օրերին որ չեմ գիտե դուք որքան հետևում եք ամբողջ աշխարհի տագնուրայության մասին որովհետեւ իրապես չափազանց տագնուրա է եւ նաեւ չափազանց մտահոգիչ կարող է որ լինի Հայաստանի համար որովհետեւ եթե Պարսկաստանը դեղի դա մենք կորած ենք բայց սա մարդկային ձևով է որ մենք մտածում ենք եւ գնալով որ Հայաստանը գոյություն չունենա բայց եւ այնպես ես ոչ թե դիտաղոտեմ որ Հայաստանը անշուշտ կուզեմ որ Հայաստանը գոյություն ունենա բայց ինձ համար ամենակարևորը ինչ է սուրբ հոգին է սուրբ հոգին ավելի լավ գիտի լավագույնը ինչ է ոչ միայն այսօրվա եւ վաղվա համար գիտեք ես մինչեւ այսօր ասեն 100 տարի հետո
Երբ որ մտածում եմ այդ հայկական ցեղասպանության մասին, դեռ չեմ կարող հասկանալ, արդյոք Աստծո ծրագիրը ինչ էր, ինչու այդ ամենը բադահեց։ Ինչու Ղարաբաղի խնդիրը եղավ, ինչու մերոնք չկարողացան Ղարաբաղը պահել, որովհետև այնքան էլ դժվար չէր, շատ հեշտ էր Ղարաբաղը պահելը, եթե մենք ունենայինք 2-3 հայեր, որ իրապես մտածեին երկրի բարիքի մասին եւ ոչ թե իրենց հասարակաշահը։ Բայց այնքան էլ բան չէ, հեշտ չէ, որովհետև ապականությունը, որ կա Հայաստանի մեջ, չկարծենք, որ ապականությունը մի անվերևն է։ Ամենեն վարը, ամեն ընտանիքի մեջ մենք բոլորս ապականած ենք։ Եվ որ գսեմ այս խոսքերը, կհիշեմ Սուրբ Օգոստինոս, որ գսե, որ մարդս ապականության զանգված է։ Շատ ծանր է, շապազան ծանր է։ Եվ այդ ապականության զանգվածը Աստված կուզե բրգել, կուզե փոխել, եւ մեզ ամեն մեկը պիտի չմտածենք միայն մեր մասին, պիտի չմտածենք միայն ուրիշների մասին, պիտի մտածենք միայն եւ միայն Աստծո ծրագիր, Աստվածի, ինչ կուզես այսօր ինձ մե։ Սա է խորքը ամեն ինչին։ Աստվածի, ինչ կուզես, ինչպես կուզես, որ ես ապրեմ։ Եվ երբ որ հասկանանք ասա, կտեսնենք, որ ամենակարևորը այն է, որ մենք հասկանանք մեր կրոնքը, ապրենք մեր կրոնքը, եւ մեր կրոնքի ամենակարևոր մասը ապրելու այն է, որ Սուրբ Պատարագն է։ Այսօր արդու Վերոնիկան ինձ հարց էր տալիս, որ երիտասարդ իրեն հարց կտա, ես կարող եմ աղոթել ամեն տեղ, եկեցի տալու պետքություն չունիմ։ Իմ պատասխանս եղավ, այո, ես մենք ամեն մեկը կարող է ամեն տեղ աղոթել, բայց երբ որ մենք պատարագի կերտանք եկեցում, մենք չենք որ աղոթում ենք։ Հիսուս ինքն է որ աղոթում է։ Մենք մասնակցում ենք Հիսուսի աղոթքին։ Մենք դուրս ենք գալիս եւ ժամանակից եւ տարածքից մենք լինում ենք խաչելության արչեւ եւ մենք միանում ենք Հիսուսին, որ ինքն իրեն նվիրում է հոր Աստծուն մեր բոլորի մեղքերի կապության համար, բայց նաեւ անում է այդ ամենը, որ մեզ միացնե հոր Աստծո հետ մեկ ամեն այդ միությունը հաստատելու համար, իսկ մյուս կողմեն, որովհետև մենք արարածներ ենք, մենք պետք է կատարյալ մաշտամունք մատուցենք եւ այդ կատարյալ մաշտամունքը կատարյալ զոհ կուզե եւ այդ կատարյալ զոհը Հիսուս ինքն է, որ մեկ անգամ այդ միշտ մենք 1000 անգամ, միլիոն անգամ չէ, որ նվիրում ենք Հիսուսին, այլ միանում ենք այդ մեկ այսօր 52 տարվա մեջ բոլոր պատարագները, որ ես մատուցել եմ, այդ ամենը միություն է այդ մեկ պատարագին, Հիսուսի պատարագին, այդ միլիարդավոր պատարագները, որ տարիների ընթացքում տեղի ունեցել են եւ տեղի ունենան, այդ բոլորը մեկ պատարագ, որ կնշանակի զոհ մատուցել եւ մենք մատուցում ենք կատարյալ զոհը։ Ուրեմն նորեն Սուրբ Ջոն Վիանի Ֆրանսիայի ատվարտաբեդը ասում է, որ եթե մարդիկ հասկանային պատարագի արժեքը եւ կարեւորությունը, մենք բոլոր մեր եկեղեցիների մեջ ամեն անգամ որ պատարագ լիներ, ոստիկանության պետք է ունենայինք, որ կարգուկանոն պահեին մեր եկեղեցիների մեջ։ Այնքան մարդիկ պետք է ունենայինք եկեղեցու մեջ։ Եվ որ կմտածենք Հայաստանի մասին,
մեր ժողովրդին քանի տոկոսը պատարագի գերտա։ 1% ոչ։ 2-300-ի վրա մեկ միայն։ Հայաստանի հիմա շատ մասը բողոքական են, Հայր Անտոն, դրա համար էլ չեն գտնա։ Բայց քեզի ով սա որ իրենք բողոքական են։ Ну, ծանոթներ շատ կան, դրա համար եմ ասում։ Դա դարբերությունը այն է, որ բողոքականները ավելի խոսող են։ Այո, իրենք ավելի խորն են ուսումնասիրում Աստվածաշունչը, բայց դե իրենք պատարագը, մեր պատարագի նման պատարակ չունեն, չէ՞։ Իրենք ուրիշ ձևի են։ Այո, սխալ ցևեր ունին եւ ամբողջովին սխալ ցևով հասկանում են այդ ամենը, մենք բիդաղոտենք, որ ես երբեք հակառակ չեմ բողոքականության եւ բողոքականներին։ Ես էլ որ խոսում եմ իրանց հետ, ես էլ հակառակ չեմ։ Բան չունեմ ասելու։ Որովհետեւ մեր կանանները, մեր եկեղեցին կաթողիկե համարակելական, մենք ուշադրություն չենք դարձնում քարոզելու եւ ասմարտքան սովորեցնելու։ Ուրեմն իրենք սխալ սովորեցնում են, բայց Սուրբ Ոգին կամաց այդ ամենը կբերե դեպի ճշմարտություն։ Մենք այսօր կարդում էի Միացյալ Նահանգների մասին։ Միացյալ Նահանգների մեջը բողոքականությունը միշտ չափազանց մեծ տվով եղած է եւ այսօր եւս չափազանց մեծ թիվ է բողոքականությունը, բայց տեսնում են, որ կաթողիկե եկեղեցին շատ ավելի առաջ է գնում եւ շատ մարդիկ այլևս սկսում են հնդրդուկներ անել եւ մտածել եւ իր ռսածը այն է, որ երիտասարդները այսօր որ ընդրում են Աստվածաշունչի մեջը եւ ինտերնետի մեջը, մեկ հարցում կա, որ առաջ շատ անչափ կարևորություն չէին դար, որովհետեւ ինտերնետ չի գար եւ իրենց պատվերիները սորվեցնում էին, բացատրությունը, որ իրենք տալիս էին Մատթեոսի ավետարանի 16-րդ գլուխը, որ Հիսուս ասում է, որ դες Պետրոս եւ Ժայրը եւ Կույվրատ պիտի հիմնեն եկեղեցին եւ բանալիները դալիս է իրեն, տեսնում են, որ ուր որալ լինի բոլոր կաթողիկեները աշխարհին 4 կողմը մեկ ցևով մեկնաբանում են այդ գլուխը, բայց բողոքականները 1001 տարբեր ցևերով փորձում են եւ բոլորն էլ հակասական ցևերով փորձում են մեկնաբանել այդ գլուխը եւ մարդիկ շատեր այդ պատճառով է որ գալիս են եւ մոտենում են եւ ավելի փնտրում են կաթողիկե հավատքի մասին ամենից որ Սուրբ Ոգին աշխատում է եւ այսօր նաեւ շատ մամենականներ որ բան քրիստոնյա դառնում են քրիստոնեություն ընդունում են Սուրբ Ոգին աշխատում է եւ մենք ալ պիտի աշխատենք որ մենք մեր կյանքով երբ որ մարդիկ տեսնեն որ մեր կյանքը ավելի լավն է այսօր ինձ համար կարևորը երբ որ նայում եմ եւ տեսնում եմ կաթողիկե ընտանիքները եւ նայում եմ այդ ավետարանական ընտանիքը որ մեկը ավելի մաքուր կյանք է ապրում սա է ամենակարևորը գիտեք այդ մաքրությունը մարդուս կբերե դեպի Հիսուս դեպի ճշմարիտ հավատը Okay, ուրիշ հարցում ունեք
Հայր Անտոն, իմ կարծիքով նրանք ավելի մաքուր են ապրում, քան թե մենք, թե կողքից այդ ձևի երևում։ Դες, մի տադեր, որ չի տադվես։ Բայց մենք մեզի հարց պիտի տանք։ Արտաքինը ինչ է, բայց արտաքինն ալ կարևոր է, չէ։ Երբ որ տեսնում Նրանց ենք, մեջ էլի իմն էլ է դատել լինում, բայց նրանց մեջ բաժանվողները շատ են։ Ես չգիտեմ ինչպես է լինում, ինձ թվում է թե այնուամենայնիվ Չարն էլ իր գործն է անում։ Մեծ տարիքի ընտանիքների ամուսիններ բաժանվում են, շատ կան։ ընտանիքի միությունը չափազանց դժվար մի բան է, չափազանց։ Որտեղ ընտանիքի միությունը բահանջում է շատ մեծ զողողություն։ Շատ մեծ զողողություն կբահանջի։ Okay։ Եթե ուրիշ հարցում չունիք, ուրբաթ օր կանտիվինք։ Ստեսություն, Վարդապետ ջան։ Ծեսություն, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։